Շնորհակալություն, երևի իմ հասնել է ուղղված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, ուրեմն 3 հերթական անձրևից հետո Երևանը էլի վերերացվել մինի լճերի մի հատ տես տարածքի ու իրականում ունենք շատ վատ իրավիճակ։ Ես հասկանում եմ, որ խնդիրը խորքային է ու կապված է մեր ջրահեռացման համակարգի հետ, բայց սա արդեն բավականին երկար ժամանակ է շարունակվում եւ իմ կարծիքով այստեղ լուրջ լուծումներ են պետք։ Նաեւ հասկանում եմ, որ լուծում կա, բայց միգուցե այդ լուծումը Երևանի քաղաքապետարանի հնարավորությունից դուրս է, թե ֆինանսական, թե այլ առումներով, եւ հարցս հետեւյալն է. արդյոք կառավարությունը եւ կոնկրետ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ ունեցել է Երևանի քաղաքապետարանի հետ այս խնդիրը վերջնական ու ֆունդամենտալ լուծելու համար։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Դավիթ Խուդացյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, համեցեք պարոն Խուդացյան։ Դահլիճում լրություն խնդրում եմ։ Անտոնյան, շնորհակալ եմ հարցի համար։ Մենք քաղաքապետարանի գործընկերների հետ այս հարցը քննարկել ենք, ասեմ, որ համանման հարցեր կան նաև հանրապետության այլ մարզերում, հիմնականում հարթավայրային մարզերում եւ քաղաքային բնակավայրերում։ Մենք մեր բոլոր ծրագրերը, որոնք փողոցների կառուցման ծրագրեր են, այնտեղ ներառում ենք նաև ջրամատակարարման եւ ըստ դեպքում ջրահեռացման ցանցի կառուցման արդիականացման աշխատանքները, պիտի ասեմ, որ մայրաքաղաք Երևանում եւ հանրապետության այլ քաղաքներում մենք բազմաթիվ նոր կառուցված այդպիսի փողոցներ ունենք։ Պլանավորում ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները, քննարկելով նաեւ ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում, այնպես որ կարծում եմ որոշակի փոփոխություններ առաջիկայում այս ուղղությամբ կսպասենք։ Շնորհակալություն պարոն Խուդացյան պատասխանանալ, բայց որ մի քիչ ավելի կոնկրետ լինի, որովհետև այո, մյուս տեղերում էլ նման խնդիրներ կարող են լինել, բայց Երևանը թերևս ամենածանրաբեռնվածներից է եւ առանց այդ խնդիրների մենք արդեն այդտեղ ունենք խցանումների խնդիր, հազարումի այլ խնդիր, օրինակ կան կոնկրետ վայրեր, որ հենց անձրևի առիթի կաթիլները գալիս են, հստակ կարելի է կանխատեսել այդտեղ ինչ է կատարվելու մի քանի վայրեր ու արդեն մի քիչ գոնե լավ է որ մեր ժողովուրդը մի քիչ հումորով է վերաբերվում այդ ամեն ինչին, բայց այդ հումորի ռեսուրսն էլ է սպառվելու։ Ես ուզում եմ հասկանալ գոնե ժամանակային որոշակի հեռանկար ունենք, հորիզոն ունենք, օրինակ երբ այդ խնդիրները գոնե կսկսենք կոնկրետ առարկայական քայլեր ձեռնարկել լուծելու համար։ Շնորհակալություն։ Ըստ բային հիմնական խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ են իրականացնում, նաև ասեմ, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի արդիականացմանը ուղղված ֆինանսական միջոցներն են պլանավորած 2026 թվականին ավելացնել։ Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանք կանենք, որի դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։